Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեր ուշադրությանը ներկայացում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Տրիփ նախագծի հետ կապված Վաշինգտոնում նոր ձեռք բերված պայմանավորվածություններով ոգևորված Պետրոս Ղազարյանը որոշել էր տաղավար հրավիրել Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը փորձում է խաբել մեր ժողովրդին, ներկայացնել կեղծ եւ սուտ տեղեկություններ, գովաբանելով եւ փառաբանելով փաստացի Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիրը։ Մենք այն կմշակենք ըստ բովանդակության հավուր պատշաճի։ Բաժանորդագրվեք Anti-Fake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք։ Մշակվում է Հայկ Կոնջորյան։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Նախորդին հայ-ամերիկյան համատեղ հայտարարություն հրապարակվեց, գիտեք, տրիփի մասին, օգոստոսի 8-ից հետո սա ավելի կոնկրետ փաստաթուղթ է, ավելի կոնկրետ ծրագրերի մասին է, ճիշտ է, վերջնական բոլոր հարցերի պատասխանները չկան, եւ այս հայտարարությունը գալիս է ավելի առկայացնելու տրիփի ճանապարհը։ Մենք այսօր կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, բարեկո պարոն Կոնջորյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նախորդին հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը հրապարակվեց տրիփի մասին, ոչ շատ մեծ փաստաթուղթ է, բայց որոշ կետեր շատ հստակ են, որոշ կետեր դեռևս են տեղել է գրվում, որ դրա մշակման կարիք ունեն։ Ինչ է կառանձնացնեք, ավելի շատ ճանաչողական, ինչի մասին այս փաստաթուղթը։ Շնորհակալություն, նախ դուք էլ արդեն նշեցիք, որ սա օգոստոսի 8-ի պատմական, ուրեմն իրադարձություններից եւ պայմանավորվածություններից հետո կատարվող հաջորդ կարևոր քայլն է եւ վերջինը չէ, որովհետեւ այս հայտարարությունից հետո նախատեսվում են արդեն հստակ պայմանագրերի իրավապայմանագրային բազայի մշակում եւ կնքում, որոնք որ հաջորդիվ տարվող աշխատանքներ են, դրանք կլինեն գուցե ավելի շատ իրավական եւ տեխնիկական, բայց եթե ես օրինակ ընդգծելու լինեմ կարճ, որպեսզի ընթացքում էլի կանադառնանք, հենց փաստաթղթից տրիփի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը եւ խթանել ամերիկյան առևտուրը, ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ։ Սպասի, արա, հիմա մենք չենք նստելու դու ստե կարդաս։ Այն ինչ որ գրածա ով էլ ասես կարա կարդա։ Պետրոս քեզ ուրիշ բան է հարցնում, ասում է հիմնական գաղափարը ո՞րն է տրիփի։ Դու գաղափարը գրած չի։ Դու պետք է ներկայացնես։ Հիմա եթե անկեղծ լնես, պիտի ասես դե Պետրոս ջան, գաղափարն է նա, որ 44 օրյա պատերազմից հետո, երբ որ Ադրբեջանը Արցախը արդեն զավթեց, դրանից հետո անցավ ասած պետք է սկսենք Հայաստանը զավթել ու հնարել է մի հատ Զանգեզուրի միջանցք արտահայտություն։ Այդ Զանգեզուրի միջանցք արտահայտությունն է նա, որ Սյունիքը, Վայոց-Ձորը աստիճանաբար պիտի լինի ադրբեջանական։ Հիմա սկսել են Մեղրից։ Մեղրիով, քանի որ սովետի վաղ երկաթգիծը անց է, այդ Մեղրին այդ երկաթգիծը վերցնում են տան Ադրբեջանին, դրանից հետո ուրիշ ենթակառուցվածքներ, ավտոմոբիլային ճանապարհ, դա էլ արդեն Մեղրիով չի անցնում։ Դա արդեն ասում է Սյունիքով, ասում է Վայոց-Ձորով, հետո ասում է մի հատ գազատար պիտի Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ, չէ՞, Նախիջևան առանց գազ խոչի մնա։ Այդ սա պիտի անցնի կամած այդ գաղափարը է դա Պետրոշյան, իմացար։ Ուզում ես էլի կարդաս այդ թղթերը։ Այդ թղթերը գրած է, ինտերնետում դրած է, սա ասե կարդացել ենք։ Գաղափարն էլ իմացար։ Եկեք կառուցվածքային հասկանանք, այսինքն ըստ այս փաստաթղթի ստեղծվում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն կամ կազմակերպություն։ Ես այնտեղ կարծեցի նաև, որ նշվում են նաև ինչ-որ պետական չինովնիկներ պետք է նշանակվեն, որոնք համակարգեն ողջ աշխատանքը։ Տրիփ զարգացման ընկերության հիմնում, այդպես է կոչվելու, Տրիփ զարգացման ընկերություն, որտեղ որ լինելու են որտեղ կայացվելու են բոլոր որոշումները։ Այո, եւ այդտեղ լինելու են բաժնեմասեր, Միացյալ Նահանգները ունենալու է այս ընկերության 74% բաժնեմասը, Հայաստանը ունենալու է 26%։ Դա շահույթին է վերաբերվում։ Այո, դա վերաբերվում է շահույթին, այն շահույթը, որը որ գեներացնելու է այդ ընկերությունը։ Ես ուզում եմ հստակ շեշտել, որ սա չի վերաբերվում այն հարկերին, турքերին, մաքսային վճարներին, որոնք որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գնալու են Հայաստանի պետական բյուջե։ Նա թել հանգիստ, տղա ջան, սուտ ասելով չէ, հարկեր,
Տուրքեր, ինչ նշանակում Տուրքեր։ Տուրքը դա մաքսատուրքն է, չէ՞։ Մաքսատուրքը գանձվում է այն դեպքում, երբ որ ապրանքը մտնում է Հայաստան, մաքսազերծվում է եւ այդ ժամանակ վճարվում է մաքսատուրք, սահմանի վրա ավելացված արժեքի հար։ Եթե Ադրբեջանից գնացքը գալու է, Հայաստանի տարածքով ընդամենը կես ժամ անցնի, դուրս գա գնա Ադրբեջան։ Էդի կոչվում է ձևակերպումը դրա մաքսային ռեժիմը ժամանակավոր ներմուծում արտահանման նպատակով։ Այդ ժամանակ ոչ մի մաքսատուրք դրա համար չի գանձվում։ Գանձվում ընդամենը Պետրոս ճանապարհային վճար։ Դու Եվրոպայում շատ ես ելել, գիտես, այն վճարովի ճանապարհներ կան, Գերմանիայում եկում։ Հիմա այդ վճարովի ճանապարհը, որ մտնում ես, սկզբից վճարում ես, չէ՞, այդ ճանապարհի համար։ Վճարում ես ում է գնում այդ փողը, ով որ այդ ճանապարհը, որ ընկերությունը մասնավոր այդ ճանապարհը կառուցել է, այդ փողն էլ գնում է դրան։ Հիմա այդ պատկերացրու դες մատ վճարովի երկաթգծի ճանապարհը 74%-ի տերերը ամերիկացիներն են, 24%-ի տերը, 26%-ի տերն էլ Հայաստանն է։ Այդ վճարները այդ հարաբերակցությամբ բաշխվելու է։ Պարզ է։ Այսինքն թրիփի գործունեության ընթացքում բացվող ճանապարհների, ենթակառուցվածքների առևտրի այդ ամբողջ հարկային, մաքսային բոլոր եկամուտները օրենսդրությամբ սահմանված, որը միջև հիմա էլ կար, լինելու է եւ ուղիղ գնալու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բայց բացի դրանից, այդ թրիփ զարգացման ընկերությունը, որը որ իրագործելու է եւ միլիարդավոր դոլարների ներդրում է իրականացնելու, այդ ընկերության եկամուտների մեջ էլ մենք ունենալու ենք 26% բաժնեմաս։ Մենք նաև այդ ընկերության մեջ ունենալու ենք կարևոր ստրատեգիական հարցերում Հայաստանը ունենալու է վերահսկողական գործառույթ, այսինքն այսպես ասած վետոյի իրավունք, եթե լինեն այնպիսի հարցեր, որոնք որ էականորեն կապ ունեն մեր ուրեմն ռազմավարական շահերի հետ։ Ուրեմն Պետրոսյան, լսի, երբ որ ՍՊ է ստեղծում, դու ունես ՍՊ, հետո դες բանով չես, քեզ միանգամից փողը բերում տալիս են ՍՊ-ն որնա։ Լսի, երբ որ ՍՊ է ալնում, այդ ՍՊ-ում բոլոր որոշումները կայացվում են քվեարկությունների միջոցով։ Քվեարկության ժամանակ քվեարկության ձևը հետևյալն է, ըստ բաժնեմասի, այսինքն եթե ամերիկյան կողմը ունի 74%, հայկական կողմը 26, դնում են քվեարկության։ Ով է կողմ այդ հարցի Ամերիկան 74%-ի ձենը բարձրացնում, որոշում ընդունվեց։ Այն 26% ուզում է ղռա, ուզում է կժա, ուզում է ճվա, ինչ ուզում է անի, ասում է քացով խփի բարձին, ուզում ասում է դրանք բոլորը 5 կովկասյան ավանդ հարցնացուն ասում է կարող է գոռա, կծի, քացի տա, դրանք բոլորը 5 կովկասյան սովորույթներ։ Հիմա 74%-ով այդ մարդիկ բոլոր որոշումները կայացնելու են, շահույթն վերցնելու են, սրանց էլ մի թուլափայ գցել են դեմները։ Էլետի էլ է Պետրոս, առաջիկա 49 տարվա ընթացքում։ Այդժամ դու քանի տարեկան ես, դու հիմա 39 տարեկան ես, չէ՞, այսինքն 49 տարի հետո դու կլես 88։ Պետրոս դու քանի տարեկան ես, դու 51, այսինքն 49 տարի հետո դու կլես արա քո 100-ամյակը Պետրոս թրիփի վրա ենք նշելու, կեթանք թրիփի վրա մի հատ ղազախական ցորենից տորտ կսարքեն քո համար կբերեն մի լագյան, մոմը կդնենք, դու մի հատ կփչես, Էդի քո 100-ամյակը կնշենք։ Դրանից հետո բաժնեմասերը կփոխվի, բայց ամերիկացիները 51%-ը միշտ իրաց ձեռն անելու։ Էդի էլ է հիմա, բայց այդ համաձայնագրում գրած է, որ ամեն մեկը կարա իր սեփականությունը ցանկացած պահի ծախի, այսինքն ամերիկացիներն են որոշում են իրանց 51%-ը ծախեն։ Ադրբեջանցիներն էլ որոշում են դա առնեն։ Հիմա ադրբեջանցիները չլեն, թուրքերն էլ են։ Ջան, ապրանքը ծախում են բաժնեմասա, դրանք էլ առնում են։ Ինչ ալնում է ժամանակ։ Լմա Ալիևի էմի ցանկությունը որ մեղրին, իրանք էլ իրանց 26, չնայած այդ ժամանակ հայ ջան, բան կանեք ապեր։ Դուք էլ այդ 26-ը գծախ, թող 100%-ը լի անշելոր բան կլի։ 74%-ը ադրբեջանական, 26-ը հայկական։ Հենց ամերիկացիները իրանց 74-ը ծախեն, դուք էլ այդ ժամանակ ձեր 20 հոմել որ վետո իրավունք, կոնֆլիկտ չեն, խաղաղությունը մենք աղբերներ 26%-ը դնում եք 100%-ը տալիս ենք Ադրբեջան։ Էդի կարալի գիտես երբ Պետրոս, ասենք թրիփը եկող տարի, այս տարի ստեղծվում է, 5 տարի հետո է կարալի։ Ոնց որ տենց էլ է, գիտես, չէ՞։ Այսինքն դա ենթադրում է, որ լինելու է ճանապարհ ավտոմեքենաների, գնացքների, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրահաղորդման գծեր, գազամուղ, նավթամուղ,
օպտիկական մալուխների համար նախատեսված ենթակառուցվածքներ, սրանք լուրջ նախագծեր են, որոնք որ իրենցով ունենալու են նաև տնտեսության զարգացման համար մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու։ Դրանք բնականաբար Իրոք Պետրոսյան, հիմա էս ինչ որ ասում եմ, ճանապարհներ, գազամուղներ, թունելներ, գնաց, գազ տալող են։ Հիմա ասում ես լավ։ Եթե այս պահի մենակ երկաթուղով հարցն է քննարկվում, դա կարա լինի մենակ այնտեղ, որտեղ ժամանակին երկաթուղին անցել է։ Մի հատ նեղ ճանապարհի մի քանի մետրանոց հատված է, որտեղ երկաթուղին անցել է։ Էդի հիմա տվին։ Բա ասում եմ, պիտի լինի ճանապարհներ։ Ընդեղով այդ նույն հատվածով ավտոմոբիլային ճանապարհ չի կարա անցնի։ Ավտոմոբիլային ճանապարհը, որ Ադրբեջանը կապի Նախիջևանին, այդ արդեն կառուցված է։ Այդ ժամանակ արցախցիներին խափում էին, ասում էին Լաչինը շրջանցող ձեր համար ճանապարհ են կառուցում։ Իրանց համար Էդի գալիս է Հակարի կամրջով, մտնում է Հայաստանի տարածք, Գորիսով, էթում է Սիսյանով, Անգեղակոթով, դուրս է գալի էթում է Նախիջևան։ Մի հատ ուրիշ ճանապարհ Քարվաճառով գալիս է Ջերմուկ, հիմա սարքում են այդ ճանապարհը դե թուրքերը։ Մտնում են Ջերմուկ, գալիս են Զառիթափով, էթում են Խնձորոտ Նորազնաբերդ, այդ երկու հատ ավտոմոբիլային ճանապարհ։ Գազատարը ավտոմոբիլային ճանապարհի մոտով է չի, էդ էլ առանձին։ Այսինքն ամբողջ Վայոց ձորը Սյունիքը ելնում է մի հատ թրիփ։ Ու այսօր մի հատ թրիկ նստած խոչի գովում խոչի փառաբանը մեծ թրիփը, որովհետև այդ իրան բերել է մի ամսվա պարքևա վճար, պարքևա ընթրիկ, թրիքը ստացել է պարքևա ընթրիկ, որպիսի գովա թրիփ, հեղա բանաստեղծություն։ Այդ կամուրջը միայն բետոն չի, այդ կամուրջը ճանապարհաշինությունը ենթակառուցվածքային ներդրումը նշանակում է, որ նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով տնտեսությունը սկսելու է նոր թափ ստանալ եւ ստեղծվելու են տնտեսության մեջ այնպիսի զարկերակներ, որոնցով որ հոսելու են նոր հոսելու է փող, հոսելու է հնարավորություններ, սա նշանակում է, որ ասենք, չգիտեմ, բոլոր տարածքներում մարդկանց կյանքը սկսելու է փոխվել, խանութներում աշխուժությունն ավելի է մեծանալու, մարդիկ սկսելու են ամեն մեկը մտածելու է այս տարածքում, որտեղ որ թրիփը անցնում է, ինչ որ մեկը ինչ որ հողակտոր ունի, մտածելու է այդ հողակտորը հիմա լավ բիզնես հնարավորություն է, որ ինքը այնտեղ, չգիտեմ, սննդի կետ ստեղծի, որովհետեւ հազարավոր մարդիկ գալու են այդտեղ աշխատան, այդ մարդիկ փող են աշխատելու։ Ինչեր է խոսում Պետրոս, արա մարդկանց հիմարի տեղներ ինչ ներդրումներ, ինչ կրպակ, ինչ ճանապարհի, ինչ բան։ Այս պահին ամենայն դեպս որ քննարկում են, դա քննարկում է երկաթգիծը Ադրբեջանի սահմանից մտնելու Հայաստանի տարածք 42 կիլոմետր է։ Մի կիլոմետրը որ մի րոպեում էլ անցնի, 42 րոպե հետո նա դուս եկա ինչ խանութ, ինչ ներդրումներ, ինչ հյուրանոց, ինչ մասնավոր հողակտոր, մենատես բանը այնտեղ գոյություն չունի։ Ադրբեջանը այդ Հայաստանի հետ ինչ կապ ունի, ինչ ներդրումային միջավայր, ահա։ Կարդացել ես դու Պետրոս այդ թուղթը։ Արա, չնայած ճիշտ էլ անում ես, որ աշկերտ չես քյորրազնի։ Քո ինչի դա պետք որ կա։ Մեկը կարդալուց ես նույն փողը ստանալու, չկարդալուց ես նույն փողը ստանում, չէ։ Այնը մի կարդա էլի, լավ էլ անում։ Մեկը կգան հիմար կխոսան դու էլ քո 25 րոպեա 30 րոպեա օրվա մեջ հիմարներին կխոսացնես փողը կվերցես թողնես կեթաս։ Ոչ է կարդա, մեկը ինչ պիտի փոխվի, քո կարդալուց ինչ պիտի փոխվի։ Ընդդիմախոսները ես լսեցի նրանք ասում են տեսեք։ Հետաքրքիր է։ Պարզը չէ որ դա Ադրբեջանով է գալու Միջին Ասիայից, չէ։ Բնական սահմանակ եւ գնալու է Թուրքիայով։ Բնական սահմանը։ Այսինքն նրանք էլ իրենց մասն են կառուցում։ Ինչու են նրանք կառուցում իրենցով։ Մենք ամերիկացիների հետ ինչ որ պայմանագրով 49 տարով տալիս ենք կառուցապատման իրավունքը իրանց, հետո էլի 50 տարով իրանք 74% շահույթ, մենք 20։ Ինչի մենք ինքներս չենք, մեր պետությունը այդ 29000 ինչքան է 30 կիլոմետր, 42 կիլոմետր չի կարող սեփական ուժերով կառուցել։ Պետրոս, այդ ուղղակի սկսել աշխատել։ Հա, հիշեցի, էլ սկզբից ասեցիր, դիմախոսներն ասում են։ Հա, լավ, պաստորեն իրանց ուղեղն աշխատում։ Դու տենց էլ ոչ մի ձևի չես ուզում, հա, քո ուղեղը աշխատացնես։
Բայց լսի, եթե ընդդիմախոսների ասածները լսում ես, ասում ես ընդդիմախոսը, այդ խելոք բաները ընդ է ասում։ Այո, բայց տրամաբանական հարցը չի առաջանում։ Եթե իմ երկրում ճանապարհ ամերիկացին ինչ գործ ունի իմ երկրի ճանապարհ, իսկ Ադրբեջանում ամերիկացին ճանապարհ չի սարքում։ Թուրքիայում Ադրբեջանը ինչի՞ չի անում։ Պետրոսի մոտ ընդդիմախոսներն ասում են, ինչի՞ ատեն։ Հələ որտեվ Ադրբեջանը մեզ տարածք չի հանձնում։ Բա մեր մոտ ինչի՞ ատես, որտեվ մենք տարածք ենք հանձնում Ադրբեջան։ Չհասկացան։ Հիմա ասենք մինչև Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման շրջանում կառուցվել է Վարդենյաց Լեռնանցքով անցնող ճանապարհը, Սելիմի ճանապարհը։ Որպես շրջանցիկ, տարանցիկ ստրատեգիական ճանապարհ։ Իսկ բանը ամերիկացիները դրան չեն մասնակցել։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում կառուցվել է Վարդենիս Սոտք Խարվաճար ճանապարհը։ Իսկ ամերիկացիները դրան թրիփ չի եղել։ Ներդրումներ էլ եղել, ճանապարհը էլ ամեն ինչը կառուցվել է։ Արցախում կառուցվել է Հայաստան համայնքական հիմնադրամով Արցախի հյուսիս-հարավ ճանապարհը, Արցախի հյուսիսային շրջանները կապվել են հարավային շրջանների հետ։ Իսկ ինձ ամերիկացի չկա, չի մասնակցել։ Բայց ո՞նց եղավ, որ հիմա եղավ։ Բայց հենց այդ ենք ասում, այ Պետրոս ջան, թրիփը ո՞րն է, այդ ավտանեմ։ Մեղրին հանձնել են։ Ադրբեջանցիներն էլ ասում են ամերիկացիների միջոցով իրանք իրաց մասը ճանապարհի սարքել են, այսքան մասն էլ որպեսզի հայերը չսարքեն, հայերը սարքեն 100% կլինի իրավունքներ դրա նկատմամբ։ 100% իրավունք ունենան, կասեն, այս ինչին կողմ ենք, այն ինչին դեմ ենք։ Հիմա որպեսզի չկարողանան ասեն կողմ ենք կամ դեմ ենք, թուլապայ մի հատ 26% շպրտում են սրանց դեմները, այդ փողը կվերցեն կբերեն իրաց պրեմիայի տևով կբաժան, մնացածը ամերիկացիները, ադրբեջանցիների, թուրքերի հետ կնստեն կորոշեն ինչ են անում։ Ընդդիմախոսներն ասում են։ Բայց դու ինչ ես ասում։ Բայց դու ինչ ես ասում։ Այդ նախ այդ ասողները ովքեր որ ասում են, իրանք մի քանի տասնամյակ լավ հնարավորություն են ունեցել Հայաստանում այդ ամեն ինչը կառուցել, բայց չեն կառուցել, թող իրենք մի հատ բացատրեն թե դե հյուսիս հարավից 2 կիլոմետր չէին կարող կառուցել։ Այսինքն ոչ չեն կառուցել, այդ տղա նոր որ թվարկում եմ այդքան ճանապարհներ Հայաստանում հերը տա կառուցել, բայց մինչև հիմա կառուցվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ, ճանապարհներ Հայաստանի ներսում, Արցախի ներսում, Հայաստանը Արցախին կապող ճանապարհներ, բəlkե դրանք դուք սաղ հանձնել եք թշնամուն։ Կառուցեին, բայց կառուցել են։ Դուք եք կառուցել։ Հիմա ձեր կառուցած մի բան ցույց կտաս այդ երկրում։ Հա, ներողություն Պետրոս ջան, հասկացա, դպրոցի զուգարանները բան չունեմ ասելու, նա չեն կարող, վերանորոգվել են դպրոցի զուգարաններ, այս մարդու կնիկը գնաց է, նայե դուշը բռնեցեր 1000 ներողություն դպրոցի զուգարանները եղել է։ Բայց ինչ վերաբերում է թեխի Հայաստանի Միացյալ Նահանգների հետ կառուցում, ես կարծում եմ, որ դա լավ նորություն է, ոչ թե վատ նորություն։ Է շատ լավ է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ է կառուցում, աշխարհի հզորագույն գերտերության հետ Հայաստանը կառուցում է մի մեգա նախագիծ, որտեղ որ Միացյալ Նահանգները ունի լրջագույն տնտեսական եւ քաղաքական շահեր, որովհետեւ պարզա չէ, որ Միացյալ Նահանգները հիմա մենք խոսում ենք տնտեսական շահերից, բայց դրա քաղաքական կշիռը տեսեք ինչ բարձր է։ Միացյալ Նահանգները նման ներդրումներ անելով Հայաստանում շահագրգռված է լինելու, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, չէ՞։ Սա հարցի քաղաքական կշիռն է։ Եվ մենք երբ որ ասում ենք, որ սա տնտեսական համագործակցություն է քաղաքական նշանակությամբ, հենց սա նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում եւ տարածաշրջանում սրանով երկաթբետոնյա երաշխիք է ստեղծվում խաղաղության համար, ինչը չի նշանակում, որ խնդիրներ չեն լինելու, որ մենք չպետք է աշխատենք, որ դժվարություններ չեն լինելու, բայց մենք մեր դժվարությունների բնույթն է փոխվում, մեր խնդիրների բնույթն է փոխվում։ Պետրոս, այդ խաղաղության երկաթբետոնյա երաշխիքը իդես որն է։ Էդի մի համաձայնագիր է, Ահարատ Միրզոյանի ու Մարկո Ռոբիոյի կնքած համաձայնագիրը, որը մեջը գրած է, որ նույնիսկ վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիրը։ Հասկացա՞։ Ունդե գրած է, որ դա ոչ Միացյալ Նահանգների եւ ոչ էլ Հայաստանի համար պարտավորություններ չի առաջացնում։ Այսինքն մի համաձայնագիր, որը Միացյալ Նահանգների համար որևէ պարտավորություն չի առաջացնում, նույնիսկ չեն վավերացնում եւ ցանկացած պահի կարան դրանից դուրս գան իրաց բաժնեմասը տան ադրբեջանցին, նվեր։ Այ ախպեր, նվեր են տալի։ Սա երկաթբետոնյա
երաշխիք է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։ Պատկերացնում ես, Պետրոս։ Որ մենք ժամանակին մտածում էինք ոնց գոյատևենք, էգզիստենցիալ խնդիրների մասին էինք մտածում ենք, որ հեսա կարող է վաղը մյուս օրը հարձակվեն, որ մտնեն մեր տարածքները օկուպացնեն, որ սա անեն, նա անեն։ Մենք այսօր մտածում ենք, այս ընկերությունում Հայաստանը ունի 26% շահաբաժին, մի տարիներ տասնամյակներից Հայաստանը ունենալու 49%։ Այդ տղա, մինչև ձեր իշխանության գալը մենք չէինք մտածում, որ ադրբեջանցիները հեսա կհարձակվեն, մեր տարածքները կօկուպացնեն, մենք էլ էս վախեցած, վաղորած մտածենք, ասենք, ամերիկացիներին ինչ տանք, ադրբեջանցիներին ինչ տանք, որ իրանք մեր վրա հակառակն էր։ Ադրբեջանցիներն էին ամեն տեղ գնում, տրտնջում, լացում, գանգատվում, ասում էին, որ հայերը ոչ թե հեսա կհարձակվեն, այլ վաղուց հարձակվել են իրանց վրա, իրանց տարածքները օկուպացրել են, իրանց երկրի 20%-ը օկուպացված է, վերահսկողության տակ վերահսկողություն չունեն իրանք դրա նկատմամբ, որ իրանք ունեն 1 միլիոն եթիմ փախստական հանեկցել են փողոցները, այ մինչև ձեր իշխանության գալը ադրբեջանցիներն են։ Այդ ձեր իշխանության օրոք եղավ, որ ադրբեջանցիները սկսեցին հակառականել, տարածքները զավթել, օկուպացնել, մեր ժողովրդին սարքեցին եթիմ իրանց հայրենիքում, հանեկցել են ըստ փողոցները, դուք եք դրանց իրանց ամսական հասանելիք ընդամենը 50,000 դրամը կտրին 25 թվականի ապրիլից հունիսից սկսած բերին ընդամենը տեստավեն հələ մատ հաշվի Պետրոս 3 միլիոն դրամը քանի ընտանիքի 50,000 դրամ անում էդի մենակ իրա մի ամսվա պարգևավճարն է հələ բա իրականիկը կա հələ բա մյուսները հələ դեպուտատները քիչ է դեպուտատները քոկանգան ինչքան է նախարարներն ասում ամեն մեկի 7 միլիոն են տվել հա 7 միլիոն մենակ Ժաննային պլյուս քոնը 44 միլիոն տարեկանա, չէ՞։ Ինչ է կարը Պետրոս այդ փողերով։ Էլի տուն, հա, հազատ էս բանման, թե արդեն երկու տուն ունեք, էլի ձեր ինչին է, երրորդը առնեք, որ ինչ անի, երկու աղջիկ ունեք, ամենքին։ Հետաքրքիր է, ինչ ես անում, այդքան ուտել կլի արա Պետրոս։ Դիմախոսները ասում են այդտեղ հայտի front office, back office գործառնական մոդելը կա, ձևակերպված։ Նրանք ասում են շրջանակը ուրվագծում է TRIP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչնդոտ մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցության, կապելով Ադրբեջանի հիմնական մասը իր Նախիջևան ինքնավար հանրապետության հետ։ Ինչու է սա, ինչ կապ ունի Ադրբեջանը, ինչու է սա շեշտվում։ Որովհետև Ինչու հայ-ամերիկյան պայմանագրի մեջ շեշտվում Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ։ Արա, Պետրոս, արա որ սկզբից չասես է, ընդդիմախոսներն ասում են, ահագի խելոք մարդու տպավորություն կթողնես։ Արա այդ ընդդիմախոսները չեն ասում է, Ալիևն ասում, Ալիևը ինչ ասե Պետրոս, ասել է որ սա միջանցք է, եւ այդ միջանցքում անցնելուց ադրբեջանցիները պիտի հայի երես չտեսնեն, չիմանան, որ ընդե հայ կա։ Հիմա ասում ես, front office-ը ինչ է, back office-ն ինչ է, բայց ինչ է, որ front office-ում, այն առաջի պլանի վրա, պետք է ամերիկացիները կանգնածել են, back office-ում հայերը են, ամերիկացիները կան ադրբեջանցիներին տենան ինչ թղթեր ունեն, ինչ փաստաթղթեր ունեն, վճարման թղթեր ունեն, իրանք է բաստորեն էթան, հետը ընդ մի տեղի մի քանի բանի վրա հայերը գցած կլեն մի հատ փակ տեղ, տանեն ասեն արա այս թղթերը վերցեք, տարեք կարի գործին։ Որտեղ ասել է Ալիևը պետ, արա դու ինչեւ չես հասկանում, որ մեղրին հանձնել են Ադրբեջանին Պետրոս։ Դե ակնհայտ է, չէ, որ Հայաստանը հիմա շրջափակված է։ Եվ շրջափակված է նաև Ադրբեջանի կողմից, եւ բնականաբար հնարավոր չէ պատկերացնել ապա շրջափակում եւ տնտեսական գործունեություն առանց հարաբերությունների կարգավորման եւ ես ուզում եմ հիշեցնել, որ այս փաստաթուղթը նաեւ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների շարունակությունն է։ Սուտ ես ասում, պարոն Հայկո, ապա շրջափակում կարալի միայն այն դեպքում, երբ որ պետությունների միջև հաստատվում են հարաբերություններ։ Պետությունների միջև հարաբերությունների հաստատման ձևը դա դուք չեք որոշում, էլի, դա վաղուց աշխարհը կարգ ունի, դա կոչվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Հիմա դուք Վաշինգտոնում այս TRIP-ի հետ միասին օգոստոսի 8-ին, որ մի հատ հայ-ադրբեջանական առանձին համաձայնագիր եք ստուդել էր, չէ՞ գնացել, դրանց հետ էր, չէ՞ դու կարծեմ, թե դու դե չէիր, ախ, սա մորուքով բանավարած չենք իմանում, որը որ մեկն է։
Այնտե ստորագրվել է մի հատ նախաստորագրվել է մի հատ համաձայնագիր, որ ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, երբ որ այդ նախաստորագրած համաձայնագիրը ստորագրվի։ Հետո Ալիևն ասել է այդ նախաստորագրածը կստորագրվի, եթե Հայաստանը սահմանադրությունը փոխի, անկախության հռչակագրից հրաժարվի։ Եթե Հայաստանը սահմանադրությունը փոխում անկախության հռչակագրից հրաժարվում է, Հայաստանը վերանում է։ Եթե Հայաստանը վերանում է, ադրբեջանցիներն ասում են այն պետությունը, որ մեր հետ 25 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրել է, այդ պետությունը վերացել է, մենք էլ ում այդ փաստաթուղթ ստորա։ Ու տենց ամեն ինչը կավարտվի, մինչև այդ իրանց միջանցքով առանց հայի երես տենալու կգնան կգան, մինչև որ դուք կկազմակերպեք, արդեն ձեր համագումարով այդ հարցը որոշել եք, որը սահմանադրությունը այդ երկիրը կվերացնեք, ադրբեջանցիները ամբողջը կվերցնեն։ Էդի ով ասում, Պետրոս, ընդդիմախոսներն են ասում։ Ալիևն ասում, արա, Ալիևը, դու էլ իշխանություն ընդդիմախոս մի լսի, շեֆ ունի այս երկիրը, Ալիևն է։ Ոնց ասում, այդքան ժամանակ ելա դրա ասածներից մի բանը չլինի։ Նորից դա լավ նորություն է, որ մենք ըստ էության այս նախագիծը ներառական է։ Այս նախագիծը հնարավոր չի Հայաստանի ապաշրջափակում եւ հնարավոր չի երկարաժամկետ խաղաղություն առանց Ադրբեջանի հետ բնականon հարաբերություններ ունենալու, առանց Թուրքիայի հետ բնականon հարաբերություններ ունենալու։ Իմ մոտ տպավորություն, այսինքն դա տպավորություն չի, համոզմունք է, որ մեր քննադատների մի մասը ինքը ամեն ինչ անում է, որ բան անի, այսինքն այս նախագիծը չլինի եւ նախագծի համար իրանք պետքա բերեն մի հատ բան, իրանք պատկերացման մեջ մի հատ դև եւ այդ դևի կերպարում բնականաբար իրանք ներկայացնում են Ադրբեջանին, որ այ ոնց Ադրբեջանն էլ է շահելու։ Իհարկե շահելու է։ Բա տնտեսական փոխգործ, բա երաշխիքը դա է, որ Ադրբեջանն էլ շահի, Հայաստանն էլ շահի։ Իրանց ասած խնդիրը դրա մեջ է, տեսեք իրանք ինչ են ասում։ Այսինքն Ադրբեջանի համար բացվում է անխոչնդոտ ճանապարհ Զանգեզուրի միջանցք, որի գործարկման դետալները բացված են փաստաթղթում։ Դա իրենց մեկնաբանությունն է։ Այո։ Իսկ հայկական կողմը ոչ մի համարժեք ճանապարհ չի ստանալու Ադրբեջանի կամ Նախիջևանի հատվածներում, քանզի նման թեմա չկա, դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե իրական ապաշրջափակման, այլ Ադրբեջանի համար անխոչնդոտ ճանապարհ տրամադրելու հետ։ Պետրոս, քո ուղեղը սկսում է աշխատել։ Լսի, դու զգուշ դուց անդադ հասում ես ընդդիմախոսներն ասում են ասում, բայց դու չես վախենում, որ կարող է այդ ամեն ինչից հետո քո ուղեղը սկսի աշխատել։ Քո ուղեղը սկսեց աշխատել, դու սկսեցիր արդեն նորմալ դատողությունները քեզ քանին կշպրտեն։ Արա քեզ դե ամեն ուղեղը չաշխատելու համար։ Քո ուղեղը սկսեց աշխատել, արդեն փորձանք կբերես։ Մի լսես այդ ընդդիմախոսներին։ Մենակ լսի Հայկ Կոնջորյանին։ Մենք քեզ ենք լսում, պարոն Կոնջորյան, մի հատ էլ ասա տենա ինչ ա մեզ սպասվում։ Խնդրեմ։ Չէ, տեսեք, այդ իրանց ասած այսպես կոչված միջանցքը լինելու էր այն, երբ որ իրանք ասում էին, որ իրենց մեկնաբանմամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրենց մեկնաբանման փաստաթղթով Հայաստանից պահանջում էին, որ Հայաստանը Ադրբեջանին տա արտատարածքային միջանցք եւ այնտեղ էլ կանգնեն ռուս զինվորները եւ իրենք դրանով բավարարված կլինեն։ Մի րոպե, այդ տղա մի րոպե։ Նույնիսկ ասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ես եմ ստորագրել։ Այդ իրանցը չի, այդ ընդդիմախոսներինը չի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իրանց մեկնաբանությունները չի։ Ձերն արա, էդ էլ եք դուք ստորագրել։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հայկական կողմից գիտես ով է ստորագրում, ախմախ գյադա Նիկոլ Փաշինյանը։ Ինքն է ստորագրել, այդ ռուսների վերահսկողության մասին ինքն է գրել։ Այդ սա ձերն է։ Համենեկան է, մի օր գրում եք, որ պիտի ռուսներին տակ, մի օր պիտի գրում եք, որ պիտի ամերիկացիներին տակ, բայց իրականում ինչ էլ գրեք, մեկը ադրբեջանցիներին եք տալի։ Հետո անգնում եք ռուսներին ասում եք, մենք ձեզ պիտի տայինք, ձեզից փոշմանում ենք, հետո ամերիկացիներին եք տալու, հետո ամերիկացիներից եք սա սարքել եք կաշ, մենակ թե տակ ադրբեջանցիներին։ Այդ սա ձերն է, նոյեմբերի 9-ն էլ է ձերը, հոկտեմբերի 6-ն էլ է ձերը, օգոստոսի 8-ն էլ է ձերը։ Պրոստը երկիրը էլ մերը չի էլի, ցավոք սրտի երկիրն էլ է։ Ձերն էլ չի էլի, որ ձերն էլ դուք կորոշեք էլի։ 26%։ Բա, պատկերացնում ես Պետրոս։ Մեկը գա քո տուն ասի, բանը, քո տան 26%-ն է քոն ընդամենը։ Գետաս կմտնես Չուլանը։ Մնացածը Իրանն է։ Կտեղավորես, ձեր տանը Չուլան կա, կտեղավորվես ընդ դու։ Առավելություններով Այո, նշված է փոխադարձ առավելություններով իհարկե։ Ադրբեջանով Միջին Ասիա, Ռուսաստան,
կամ Նախիջևանով Իրան։ Թուրքիա մենք կարողանալու ենք։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, այլ բացի կարտաս, դե քո մասին բան գրած չի։ Պետրոս, ո՞նց չես հասկանում։ Ասենք ենթադրենք Ղազախական գնացքը, Միջին Ասիայի այլ հանրապետություն, Ուզբեկստան կլի, Թուրքմենստան կլի, թուրքական պետությունները գալիս են Ադրբեջանի տարածքով, ընդամենը Հայաստանից 43 կիլոմետր ամերիկացիների փողը տալիս են, ամերիկացիներին թղթերը տալիս են, արագ անցնում են, գնում են Նախիջևան, դից հետո են Թուրքիա։ Դու ինչ կապ ունեք, արա սրա հետ։ Ով ասում որ քո առաջ սահմանաբացում, ով ասում որ դու կարաս, ասեք դու այդտես մեղրի կանգնես այդ գնացքի վրա որ գնացքը կասա թռնես մտնես մեջ, թռնես մտնես մեջ ուր է դաս։ Դու պետք է ունենաս, չէ՞ որ ասենք դատենք հայկական բերը դրի գնացքի վրա, գնաց հասավ Նախիջևանը, Ադրբեջանի սահման։ Պետք է ադրբեջանցիները թույլատրեն, չէ՞ որ քո բերը մտնի։ Արա հակը հասկանում ես, հիմա հակարի կամուրջի վրա ադրբեջանական անցակետ է։ Երկաթգիծ չի ավտոմոբիլային ճան, հələ մտ նստի ավտո, դու քշի գնամ մտի հակարի կամուրջ, տենամ կթողնե դու այդ հաստ ներս, չէ, բանդե ոնց նույն բանը չի, արա Հայաստանի մեջ չեն թողնում, Պետրոս, հիմա որ դու միջպետական ճանապարհով, ասենք վերցնում ես M2 միջպետական ճանապարհ, նավիգացիան տալիս, քշում ես Գորիսից ուզում ես այդ հաս կապան, այնտե ադրբեջանական պոստա դրած, որ չի թողնում, որ դու Հայաստանի մեջ Գորիսից գնաց կապան։ Արա եթե քո երկրի մեջ չի թողնում որ դու մի քաղաքից գնաս մյուս քաղաք, ոնց դի թողնի, որ իր տարածքով դու գնաս ուրիշ երկրներ։ Խա դու գեշ ես, արա։ Դու գեշ ես, Հայկ։ Արա փաստորեն դու գեշ չեք, բայց մեզ եք ուզում գեշի տեղ դնեք, հա։ Այս ամբողջ ժողովրդին ուզում եք գեշի տեղ դնեք դուք։ Տեսեք, կարդում եմ էլի, որպեսզի ավելի ճշգրիտ լինենք։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ եւ ստեղծելով տրանսկասպիան առևտրային երթուղու կենսական օղակ, ակնկալվում է, որ TRIP-ը միջազգային եւ ներպետական փոխկախվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի հանրապետության համար։ Սա 3 շերտ ունի։ Մի շերտը աշխարհի երրորդ երկրների իրար հետ կապը, ասենք Կենտրոնական Ասիան, Եվրոպայի, այս ճանապարհով։ Երկրորդ շերտը այդ ճանապարհը Ադրբեջանի հետ կապող եւ երրորդ մեր համար ավելի կենսական շերտը Հայաստանը երրորդ երկրների հետ կապող շերտն է։ Հայաստանը Կենտրոնական Ասիայի հետ, Հայաստանը Եվրոպայի հետ գրած, իրանք ասում են որ այ այդ ճանապարհը կլինի Ադրբեջանից կգան Նախիջևան եւ ակնկալվում է որ դրա հնարավորություն կտա մեզ գնալ Միջին Ասիա, Ռուսաստան։ Արա ասին չի լինելու այ Պետրոս, արա ոնց քեզ բացատրեմ Պետրոս։ Ադրբեջանը իր բենզինը, նավթամթերքը Հայաստանի վրա ծախում է, որ փողը առնում է, ապրանքը տալիս է։ Իր ապրանքը Հայաստան բերելու համար իր սահմանը չի բացում, արա Վրաստանի տարածքով է բերում, դու հասկանում ես։ Իր ապրանքը ստե ծախելու համար սահման չի բացում։ Նա ոնց պիտի թողնի, որ դու քո ապրանքը ուրիշ երկրներ վաճառելու համար իր սահմանը բաց։ Այսքան բարդ Հիմա իսկ 20 անգամ ես բացատրեմ, որ դու դա հասկանաս, Պետրոս։ Արա լավ կլի մի անգամ, երկու անգամ, այդպես արդեն երկու անգամ բացատրեցի։ Գետաս այս վիդեոն կդնես, բանը չէ, ձեր հմեկինը չէ, անտիֆեյքի Ղազարյան versus Ղազարյան վիդեոյի այս հատվածը կդնես, 20 անգամ կլսես։ Եղավ։ Դու էլ կլսես, արա։ Դու ոնց որ վաբշե չես ասում, երեսի գոնե կարող եմ 20 անգամից հասկանում ա։ Մյուս խնդիրը ընդդիմությունը ասում է որ այս իմը ցած ասում ընդդիմադիրներ կան որոնք ասում են շատ լավ բան է ճիշտ է հրապարակային շատ չեն ասում բայց ասում են որ TRIP-ը իրոք լավ ծրագիր է բայց նրանք ասում են չկա երաշխիք ով է այս ամենի աշխարհակաղակական երաշխավորը եւ որտեղ է գրած որ նա է դա ասեմ եւ երկրորդ կրենք լրացնեմ Ինչու մենք չենք փորձում բարձր Միացյալ Նահանգները հիմա դուք ասում եք որ ներդրումներ անում բարձր որ տեսանք Վենեսուելայի օրինակով որ իրենք իրենց ներդրումները պաշտպանում են բայց ստեղ կան աշխարհակաղակական դերակատարներ Ռուսաստանը, Իրանը տեսանք այսօր արդեն Իրանի դեսպանի ռեակցիան ինչեր ասեց այ ինչու մենք չենք փորձում նաև նրանց դարձնել երաշխավոր այս ամենի խնդրեմ ամենածանրակշիռ երաշխավորը խաղաղությունն է եթե չեղավ խաղաղություն որևէ երաշխավորի մասին խոսելը պետք է Արասի լրիվ ոնց որ ապուշել է Պետրոս Այդ տղա դու չես լսում Պետրոս աշկես բարձանում ես դու արա ոնց որ սրանց ֆոնի վրա դու խելոք մարդ ես երևում է Այդ տղա
Պետրոսը ասում է, որպեսի այդ համաձայնագրերը կյանքի կոչվի իրականանա, խաղաղությունը լինի, պիտի լինի երաշխավոր։ Խաղաղության երաշխավորը ով է։ Դու ասում ես խաղաղության ամենամեծ երաշխավորը խաղաղությունն է։ Պետրոս ասում է մի րոպե, չէ լավ, չի բռնում։ Ասում է պիտի մի հատ գերտերությունը լինի, որը երաշխավորի որն է դա։ Դու ասում ես խաղաղությունն է։ Իմացար Պետրոս, մի հատ թազա գերտերությունը հայտնվե վիրտուալ արհեստական բանականությունը մի հատ նոր գերտերություն է ստեղծել, բանն է զբաղում դառնում, Մխիթար Հայրապետյանն է զբաղում։ Ու այդ գերտերության անվանումն է խաղաղություն։ Ու այդ գերտերության մայրաքաղաքը գիտես որն է Պետրոս։ Ստեփանակերտ։ Ու հիմա պիտի հաստատվի մեր այս մնացած մասում իրական պետության վրա անենց խաղաղություն, որը հաստատվել է Ստեփանակերտում։ Իսկ դա ով կարող անի։ Աբրես Ադրբեջանը։ Դրա համար Ադրբեջանին ինչա պետք տալ, ինչ որ ուզում է։ Ադրբեջանը հիմա ինչա ուզում, թրիփ։ Կենաց։ Երաշխավորներ, որ լինի խաղաղություն։ Հիմա տեսեք, ես ձեզ ասեմ, տարբեր աշխարհի այսօր աշխարհում ինչ է կատարվում, չէ՞, որ նայում ենք մեր շուրջ բոլորը, տարբեր տերություններ, տարբեր շատ գերհզոր պետություններ, որոնք որ ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ, ռազմական մեքենա, բնակչության թիվ, բյուջե եւ այլն, այսօր ինչ վիճակում են գտնվում։ Եվ Հայաստանը, որը որ այս պայմաններում կարողանում է իր հարևանների հետ ապաշրջափակվի, առևտուր անում սկսում անել Ադրբեջանի հետ, շատ վատ վիճակում են գտնվում Պետրոս հետ։ Հիմա աշխարհում կան շատ մեծ գերտերություններ, որոնք գտնվում են շատ վատ վիճակում։ Ամենալավը այսօր աշխարհում, ամենալավ վիճակում այսօր գտնվում է Հայաստանը, որովհետև ինքը հարևանների հետ հաստատել է խաղաղ։ Ճիշտ է, հարևանները իրենք Հայաստանին համարում են դեռևս որպես թշնամական պետություն եւ առավոտը մտածում են այդ պետությունը վերացնելու մասին, բայց դա կապ չունի։ Դա իրանց չի շեղում իրանց խաղաղության օրակարգից։ Իրանք դրա համար այսօր մեր վիճակը շատ լավ է։ Օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների հետ նաև առանձին հուշագիր են կնքել, որով Միացյալ Նահանգները նաև աջակցելու է Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախագծին ներդրումներով եւ այլ ընթացակարգերով, եւ խաղաղության խաչմերուկ նախագիծը ներառական նախագիծ է, եւ մենք տեսնում ենք այդ նախագծի մեջ նաև տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն։ Լսի Պետրոսը, խաղաղության խաչմերուկը որ ասում է, դա Հայաստանի կառավարության ցանկությունն է, երազանքը, իրանք որ քնում են չնելում, այդ երազին տենում են խաղաղ։ Երբ որ արտգործնախարար Արադ Միրզոյանը Եվրոպական միությունում փաստաթուղթ ստորագրեց, ընդ գրած էր խաղաղության խաչմերուկ, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, ասում եմ, այդ հայտարարության մեջ հղում է արվում խաղաղության խաչմերուկին, որի վերաբերյալ տարածաշրջանում կոնսենսուս չկա արտահայտությունը Պետրոս, նշանակում է, որ համաձայնություն չկա։ Հիմա խաղաղության խաչմերուկը այն է, որ պիտի բոլոր երկրների հետ սահմանները բացվի։ Հիմա Հայաստանը ունի 4 սահմանակից պետություն, 2-ի հետ, Իրանի եւ Վրաստանի, սահմանները միշտ բաց է եղել։ Մինչև Ադրբեջանա-թուրքական առաջի օրվանից միշտ բացայել է, հիմա էլ է բաց։ Հիմա որպեսզի խաչմերուկը լինի, պիտի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները բացվի։ Հիմա Ադրբեջանն ասում է կոնսենսուս չկա, այսինքն չի բացվի։ Թուրքիան էլ ասում է մինչև Ադրբեջանը չբացվի, թե չի բացվի։ Հիմա եթե Ադրբեջանը չի բացում, Թուրքիանը չի բացում, մնում այն ինչ որ կա, այսինքն խաղաղության խաչմերուկ չի լինում։ Սա ասում եմ, արա դու լթրիպից եք խաբար։ Հələ դուք չգիտեք թե խաղաղության խաչմերուկը որը ինչ կլինի։ Արա որը շատ լավ կլինի, պրոստը չի լինում։ Ու չի լելու։ Ինչի՞, որովհետև Ադրբեջանը չի ուզում։ Օշանորք էլի։ Թուրք։ Թրիփը այո, էքսկլյուզիվ հայ-ամերիկյան նախագիծ է, բայց թրիփը խաղաղության խաչմերուկի կարևոր բաղկացուցիչ մաս է, բայց խաղաղության խաչմերուկը շատ ավելի մեծ նախագիծ է, եւ մենք այստեղ տեսնում ենք երկրների հետ համագործակցություն, դրա մասին բազմիցս ասել ենք, Հայաստանը ներառական է, այս նախագիծը ներառական է։ Դուք չեք գտնում, որ հայ-ամերիկյան մեգա նախագիծը վախացնելու է Ռուսաստանին եւ Իրանին։ Այդտեղից է Սալովյովի բարբաջանքը, այդտեղից էլ Իրանի դեսպանի խոսքը այսօր քննադատական, որ Իրանում
Հայաստանին տեսնում են հակաիրանական ուժերի կենտրոնացում տարածաշրջան, դա նախադեպ գնահատական է։ Եվ մենք տեսեք, տարբեր գնահատականներ տարբեր մարդկանց կողմից կարող են հնչել, մենք մեր պետական քաղաքականության ուղեգծին հավատարիմ ենք մնում։ Մենք նաև օգոստոսի 8-ից հետո բոլոր տարածաշրջանի երկրների հետ ինտենսիվ կերպով աշխատել եւ աշխատում ենք։ Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումները եւ նորից կրկնում եմ, որ բոլոր երկրները կարող են հնարավորություններ փնտրել եւ գտնել խաղաղության խաչմերուկի նախագծի իրագործման մեջ։ Բոլոր երկրները շատ լավ իրեն շահ հասկանում են։ Դուք պատասխանում եք խաղաղության։ Ես նորից եմ ասում, TRIP-ը կարևորագույն նախագիծ է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Բայց Հայաստանի Հանրապետությունում կարող են նաեւ լինել նախագծեր, որտեղ որ այլ երկրները եւս կարող են իրենց բիզնես գործունեությունը։ Ռուսաստանը, Իրանը կարող են ստեղով նույնպես ապրանքներ տանել բերել։ Արա իհարկե չի կարա, դու ո՞նց ես հասկանում, այ Պետրոս, Ռուսաստանը ունի հարավկովկասյան երկաթուղի, որը գտնվում է Երևանում։ Հիմա այդ երկաթուղին իր երկաթգծերով, իր սաստավներով մնացել է Երևանում։ Մեկ էլ ընդեղից ադրբեջանական երկաթուղին շվվալով գալիս է, գնաց Նախիջևանը, գնաց ռուսները մնացին բորտին։ Այդ տրիպով Հայաստան-Իրան սահմանը փակվում է։ Ասում եմ, մյուսները կարան օգտվել, իսկ ոչ կարան օգտվել։ Եթե ամերիկացի զինվորները գալիս են, կանգնում են Իրանի հետ սահմանին, որի հետ իրանք ճշտամիներ են։ Նրանք ոչ կարա թողեն իրանական բեռնատարը մտնի Հայաստանի տանը, կասեն խանգարում եք մեր ճանապարհին, մենք ստե զինվորներ ենք եկել ենք մեր 74%-ի տիրություն ենք անում։ Ռադել եք գնացեք։ Դրանք կետան, բրծավ, Իրանի հետ սահմանն է փակ։ Այսինքն այդ խաղաղության խաչմերուկի ձեռքբերումը այնա, որ եթե երկու հատ սահմանն է կետել է փակվելու։ Բայց ամեն ինչը Վրաստանի դեմ է, չէ՞, որովհետև եթե դա չկա, պիտի այդ նույն բեռները Վրաստանի տա։ Հիմա ինչա Վրաստանը արևմուտքի հետ հարաբերությունները վատացրել է, այս ամեն ինչը շահագրգիռն ստեղով անեն, Վրաստանին արանքից դուրս անեն։ Và Վրաստանում էլ են, չէ՞, այդքան բանը հասկանալու։ Դա Վրաստանն էլ իր խնդիրներն է ստեղծելու։ Կմենակ մենք ու թուրքերը, Պետրոս։ Թուրքերն է կգան, դու ասում ես, որ քեզ կուտեն, բայց ոչ էլ կուտեն, կսիրեն։ Ինչու չեք խոչընդոտում, որ իրանցիները հանրահավաքներ անեն Իրանի դեսպանատան դիմաց, բողոքում է դեսպանը։ Տեսեք, Հայաստանի Հայաստանի Հանրապետությունում տարբեր մարդիկ, տարբեր խմբեր, տարբեր ժամանակահատվածներում արել, անում են եւ անելու են ցույցեր, արտահայտելու են սահմանադրությամբ իրենց վերապահված, իրացնելու են սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքները։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանում ամենասուր ամենակոշտ ցույցերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ, մեր դեմ։ Չէ, լավ, մեկը չէ լավ ապեր։ Այդ մեկը արդեն դու այսքան բանը սաղ չոտկի ճիշտ ասիր։ Այդ մեկը ոնց որ Հայաստանում ամենամեծ ցույցերը ոչ թե անում են կառավարության դիմաց, այլ ամենամեծ ցույցերը անում է կառավարությունը։ Ասենք օրինակ դատարանները շրջափակելու ցույց Հայաստանում բացի կառավարությունից, բացի վարչապետից ուրիշ ով կարող անի։ Ոչ մեկ չի կարող անի, որովհետև հավաքների ազատության մասին օրենքում գրած ասում է դատարանների դիմաց ցույցեր չեն կարող լինել։ Ինչպիսի հավաքներ է որ լինեն, պիտի դատարանների մուտքը ազատ լինի, անխոչնդոտ, դրանք իրար մենակ մի դեպքում է պետք է լինում, երբ որ այդ ցույցը կազմակերպում է վարչապետը։ Իսկ երբ որ կառավարության շենքի դիմաց են ցույցեր կազմակերպում, ազգային ժողովի շենք, այդ ժամանակ կառավարության շենքից Պետրոս նույն շենքից լուսաձայնային նռնակը ոչ թե օդ են կրակում, որ մարդիկ ձայնից բան, այլ կրակում են մարդկանց վրա։ Կանգնած են, մեկը դեղ գալեգին մա վրա հետ, ոտերի տակ, դեղ, լուսա ազգային ժողովի շենքի մոտ, ընդեմ արդեն ոչ թե լուսաձայնային նռակ, այլ նենց հատուկ միջոցներ են կիրառում, որ վիրավորներ, վնասվածներ, կապ չունի, մոտ ես, հեռու ես, այգում ես, դեղ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Պետրոս, ստե մենակ արած է ցույց անելու երկիր ախպեր։ Ցույց ինչ ուզում ես արա։ Մենակ ասեք մի հատ, ես օրինակ, մի հատ 15 հոգով մի հատ ցույց ենք անում 1500 ոստիկան։ Կալի լսում ախպեր այնքան։ Հայաստանը այնպես երկիր է, որ ոստիկանները Պետրոս ցույցերի այն ամենա ակտիվ մասնակիցներն են։ Միտեղ լսում են ցույց կա, ինչքան ոստիկան կա, սա գալի լսում անդե։ Ժողովրդավարական երկիր է։ Ուղղակի այդ Իրանի դեսպանատը հիմա Պետրոս ասեմ, Իրանի դեսպանատան դեմը ցույցերի կազմակերպիչը
Ամերիկա հետ էլ հենա նոր մի կտոր հաց ենք ուզում կիսենք 74 կտորը իրանց 26-ը հիմա ինչ անշնորհքություն կլի մեր կողմից այդանք ասենք ամերիկացիների հրահրացույցերը դրանց այնտեղ իրանց երկրում են անըստել այդանք ասենք ինչ այդան ձերբակալ են հա այդ ցույցերը անում Ինչ անենք, որ դեսպանատունը հատուկ պահպանվող տարածք է, Վիեննայի կոնվենցիայով էլ դեսպանընկալ երկիրը պարտավորությունի ապահովել դեսպանատան բնականում գործունեությունը թույլ չտա, որ դիվանագետները իրենց ծառայությունը դիվանագիտական խաթար։ Հա ինչ անենք, որ այդպես բան կա։ Ժողովրդավարությունը։ Հիմա ինչա մի երկու հատ միջազգային պարտավորության մի բանի համար մենք մեր էս գյոզալ ժողովրդավարությունը տանենք գցենք ջուրը էթա։ Ժողովրդավար ենք, չէ՞, մենք Կոնջոյդյան ջան, արա, դա ժողովրդավարական երկիր չկա աշխարհում, չէ՞։ Ազատ է, չէ՞, այտենց հարցերը։ Մարդկանց ոչ բռնում են, իրանց կարծիք արտահայտեն, ելույթ կունենան, ոնց կանեն։ Ազատ թողել են արա մարդիկ բախտի կմահաճույքի էլի։ Շատ ազատ է։ Ազգային ժողովի դիմաց, կառավարության դիմաց, չգիտեմ, կառավարական ամառանոցի դիմաց, եթե մենք խոսում ենք այս կամ այն ուրեմն հաստատության դիմաց անցկացվող ցույցերից, հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը եւ մեր կառավարությունը ու մեր իրավապահ մարմինները առաջնորդվում են սահմանադրությամբ եւ օրենքներով եւ ժողովրդավարությանը հարիր ընթացակարգերով մարդիկ, եթե արտահայտում են իրենց բողոքները եւ չեն խախտում սահմանադրությունն ու օրենքները, բնականաբար մենք հարգում ենք բոլորի ուրեմն ազատ արտահայտելու իրավունքը եւ նորից եմ ասում առաջին հերթին մեր նկատմամբ ամենախիստ քննադատությունները, ցույցերը, երթերը եւ այլն։ Ուղղակի Պետրոս ջան, մեր ոստիկանները պարսիկ ցուցարարների ձեռները այդպես չի նստել էլի դրանց վրա, չեն իմանում դրանց ոնց բռնեն տանեն ոստիկանություն, չկարան հայերին են լավ բռնում։ Օրինակ ասենք հիմա հայերը ցույց անեին Մի անգամից օր ա եղել 400 հոգի մարդ են ձերբակալ է։ Մի օրվա մեջ։ Հայերի վրա ձեռները նստել է, արդեն հետո այնա ձերբակալվողն էլ արդեն գիտի որ իրամտի ձերբակալեն են, ձերբակալողն է արդեն իրար է ջանջի գարո բանը, այն ձերբակալվողը դաժե տենում է ոստիկանության ավտոբուսը կանգնած է, խմբով գալիս են ասում են ներեցեք էլի, մեր ձերբակալության ժամն արդեն, քանի որ մեր ժողովրդավարական կլինի դուրը բացեք մենք ձերբակալվենք ինքնաձերբակալ, ուսես լցվում են ոստիկանական ավտոբուսները, դրանք հետ անում են բաժիններ, պարսիկների չեմ, ոնց է լինի պարսիկներին, չէ, թող մնա ժողովրդավարական ձևով, էլի Պետրոս, բեր մի խառն, հիմա դեսպանա բողոքումը, ինչ անենք, թող ասի, որ Հայաստանը դառել է Իրանի դեմ իրականացվող թշնամական գործողությունների կենտրոն Հիմա ամեն մեկի ասածին պիտի ուշադրություն դարձնենք։ Կարևորը մենք Իրանի դեսպանիկ ու մենք պիտի առաջնորդվենք Հայկ Կոնջորյանի մտքերով։ Ինքն է մեր առաջնորդը։ Ինքը լուսավոր մարդ, ինքը լուսավոր Հայաստան կուսակցությունից գնաց է դառը ԿՊ, այսօր ԿՊ-ի խմբակցության ղեկավար։ Մենակ մի բանի համար, որ այդ լույսով մեզ առաջնորդ։ Մենք այս լուսավոր մարդում, այսքան մարդը փող ստանում Պետրոս, արա Մենակ դեկտեմբեր ամսին 3 միլիոնից ավել էս մարդը փող ստացել։ Մենք հեչ որ չէ մեր տված փողին պիտի ափսոսանք, չէ՞ պիտի լսենք, չէ՞, մարդու ասածները անենք, չէ՞։ Դե չէ, այդ փողը եթե կորի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր, մենք դեռևս ելի առիթներ կունենանք քննարկելու այս փաստաթուղթը կհանդիպենք ցտեսություն։